Գիտեք ինչ, եկեղեցին պետք է նեցուկ լինի պետությանը։ Եկեղեցին պետք է նեցուկ լինի, այլ տարբերակ չի լինում։ Չի լինում եկեղեցին հակադրվի պետությանը, այդ դեպքում կամ պետությունը չի լինում, կամ եկեղեցին չի լինում։ Հիմա մեր մոտ այդ հակադրությունը կա, բայց որ շատ ենք խորանում այդ հակադրության հիմքերի մեջ, տեսնում ենք, որ գալիս ենք հասնում ենք միտեղ, որ ի սկզբանե խախտումներ են եղել։ Ի սկզբանե կանոնագրքով սահմանված կանոններ են կոպիտորեն խախտվել, եւ դա իհարկե իր հետևանք ունենալու էր, եւ հետևանքը եկավ հասավ նրան, որ այսօր շատ ու շատ դեպքերում եկեղեցին հակադրվում է պետությանը, նման բան չի կարող լինի։ Հետևաբար պետք է ընտրություններ լինեն, այո, պետք է եկեղեցական կանոնադրության բոլոր կետերը խստորեն պահպանվեն, նոր ընտրություններ, նոր վեհապար եւ որից հետո հուսով ենք, որ եկեղեցին նեցուկ կլինի Հայաստանի Հանրապետությանը եւ մեր պետության ուժերը եւ միջոցները եւ հնարավորությունները իհարկե շատ ավելի շատ կմեծանան, երբ որ ամենը միասնական լինի, ինչը որ պետք է լինի, այլ տարբերակ չկա։